Շատ փոքրիկ գոյացություն ենք տեսնում եւ հրաշալի է, որ ժամանակին եք դիմել։ Ժամանակին արված հետազոտությունը կարող է կյանք փրկել։ Կանանց օնկոլոգիական հիվանդությունների շարքում կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է զբաղեցնել առաջին տեղը։ Յուրաքանչյուր կին, նույնիսկ գանգատի բացակայության դեպքում պետք է պարբերաբար հետազոտվի։ Իսկ ինչպես հասկանա կինը ունի կրծքագեղձի որոշակի խնդիր թե ոչ։ Դրա համար անհրաժեշտ է տարեկան 1 կամ 2 անգամ դիմել բժշկի, անցնել համապատասխան մասնագետի խորհրդատվություն։ Եվ ըստ բժշկի ցուցման տարեկան 1 կամ 2 անգամ կատարվի կրծքագեղձերի սոնոգրաֆիկ հետազոտություն։ Ըստ տարիքային խմբի 38 անց տարիքում արդեն անհրաժեշտ է սկսել մամոգրաֆիկ հետազոտություն։ Եթե 38-ից ցածր տարիքում էլ սոնոգրաֆիան ցույց է տալիս անհանգստացնող օջախ, կինը պարտադիր պետք է անցնի նաև մամոգրաֆիկ հետազոտություն։ Շատ կարևորում ենք, որ կինը պետք է յուրաքանչյուր 2-3 ամիսը 1 անգամ դաշտանային ցիկլից հետո առաջին 7 օրերի ընթացքում կատարի նաև ինքնազննում, որովհետև շոշափելով կուրծքը կինը ինքը կարող է հայտնաբերել որոշակի փոփոխություններ, դրանք կլինեն կոշտությունների տեսքով, գոյացությունների տեսքով, մինչև անգամ պտուկների փոփոխությամբ, ներքաշումով, մաշկային փոփոխություններով, դա նույնպես ահազանգ է, որպեսզի կինը դիմի բժշկի եւ կարողանանք հնարավորինս վաղ փուլում ցանկացած հիվանդություն հայտնաբերել։ Մասնագետը առանձնացնում է կրծքագեղձի հյուսվածքի վրա ազդող ռիսկի գործոնները։ Գործոնները շատ են, դրանք վաղ մենարխենը, այսինքն առաջին դաշտան տեսնելը մինչև 12 տարեկանը, ուշ դաշտանադադարը 55 տարեկան եւ անց տարիքում, դրանք նաեւ կրծքով կերակրում չունենալն է եւ ապացուցված է, որ հատկապես արհեստական հղիության ընդհատումների պարագայում մոտ 1.5%-ով ռիսկը մեծանում է կրծքագեղձի քաղցկեղի ձևավորման։ Վահանաձև գեղձի հիվանդությունների, միոմաների առկայության, դաշտանային ֆունկցիայի խանգարումների հիմքում ընկած է հորմոնալ դիսբալանսը, որը նույնպես մեծացնում է կրծքագեղձի հիվանդությունների ձևավորման ռիսկը։ Ռիսկի գործոններից մասնագետը առանձնացնում է նաև կրծքագեղձի մեխանիկական վնասումները։ Կուրծքը կարող է տրավմայի ենթարկվել սխալ ներքնազգեստի կրելու հետևանքով։ Այսինքն երբեմն ոչ ճիշտ կրծքագեղձի չափ է ընտրվում կրծքալի հետ կապված եւ դա սեղմելով անընդհատ նույն կետում ճնշում գործադրելով կարող է բերել որոշակի պրոցեսների ձևավորման։ Ինչպես օրինակ, եթե կրծքագեղձի հյուսվածքում լինեն որոշակի բաորակ փոփոխություններ, դրանք կարող են լինել եւ գոյացությունների տեսքով եւ կիստաների տեսքով, ապա սխալ ներքնազգեստի ընտրությունը կարող է բերել անընդհատ շարունակական սեղմելու կամ հարելու հետևանքով գոյացության չափերի մեծացում, կիստաների առկայության դեպքում բորբոքումների ձևավորման։ Որ ներքնազգեստի պատճառով առողջական խնդիրը չխորանա, կինը կարող է խորհրդակցել որակավորված մասնագետի բրաֆիտրի հետ։ Ճիշտ չափսերից զատ նաև գոյություն ունի առանձնահատկություններ, օրինակ կարող են լինել կանայք, ովքեր որ քաշի խնդիր ունեն, ովքեր որ օրինակ ունեն վիրահատված կուրծք, այսինքն կրծքագեղձի խնդիր են ունեցել, ինչպես նաև դեռահասները, այդ ժամանակ արդեն աշխատանքը բրաֆիտրի հետ շատ կարևոր է, որպեսզի ամեն ինչ լինի ճիշտ եւ համապատասխան, առողջությանը չվնասի, կեցվածքին չվնասի, ինչպես նաև բարձրացնի ինքնագնահատականը։ Վարդագույն հոկտեմբեր իրազեկման արշավի շրջանակում աշխարհը շարունակում է պայքարել կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Այս տարվա կարգախոսն է յուրաքանչյուր պատմություն եզակի է, յուրաքանչյուր անցած ճանապարհ կարևոր։ Նարեկ Ոսկանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։